Ուղիղ մեկ ամսից պարզ կլինի, թե հաջորդ 5 տարում ով է ղեկավարելու Հայաստանը եւ որ ուժերն են լինելու խորհրդարանում։ Վերջին 8 տարում Նիկոլ Փաշինյանի գլխավորած կուսակցությունն է քվեների մեծամասնությունը ստացել, իսկ ինչ խոստումների գնով էին կարողացել ստանալ վստահության քվեն։ Խաղաղության խոստումով 2021-ին իշխանության եկած Փաշինյանը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում ադրբեջանական ուժերի հայտնվելուց Արցախի հայաթափումից հետո ասում է խաղաղության խոստումը կատարել են։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ձեր աջակցությամբ կատարել է ձեր առաջ ստանձնած մեծագույն առաքելությունը։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել եւ այսպիսով Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջանը բացված է։ Առաջիկա 5 տարվա համար էլ Փաշինյանն ու իր թիմը խոստանում են ինստիտուցիոնալացնել խաղաղությունը։ 2021-ի ծրագրում Արցախի թեման առանցքային էր, նշվում էր, որ Հայաստանը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը։ Արցախը Հայաստան է եւ վերջ։ 2026-ի ծրագրում Արցախի մասին ձևակերպումներ չկան, փոխարենը հիմնական շեշտը դրվում է խաղաղության օրակարգի վրա։ Արտաքին քաղաքականության մասով եւս մոտեցումները փոխվել են։ Եթե 2021-ին նախատեսվում էր խորացնել դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ, իսկ ՀԱՊԿ ներկայացվում էր որպես Հայաստանի անվտանգային համակարգի կարևոր օղակ, ապա 2026-ի ծրագրում արձանագրվում է, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ում սառեցված է եւ ակտիվությանը վերադառնալու քայլեր չեն նախատեսվում։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի հետ հարաբերությունները ռազմավարական դաշինքից տեղափոխվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլ։ ԵՄ-ի հետ հարաբերությունների մասով եւս փոփոխություն կա։ Եթե 2021-ին շեշտը դրվում էր համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման եւ վիզաների ազատականացման վրա, ապա 2026-ի ծրագրում արդեն նշվում է, որ Հայաստանը կիրականացնի բարեփոխումներ ԵՄ-ի անդամակցության չափանիշներին համապատասխանելու համար, ինչից հետո կարող է դիմել լիարժեք անդամակցության։ Անվտանգության եւ բանակի ոլորտում եւս մոտեցումները փոխվել են։ Եթե 2021-ին առաջնահերթություն էր համարվում զինված ուժերի արդիականացումը, հատկապես Ռուսաստանի աջակցությամբ, ապա 2026-ի ծրագրում շեշտը դրվում է սեփական ռազմարդյունաբերության զարգացման, հայրենական արտադրության եւ համապարփակ պաշտպանության համակարգի ներդրման վրա առանց որևէ կոնկրետ երկրի հիշատակման։ 2026-ի ծրագրում շեշտվում է նոր սահմանադրության ընդունման անհրաժեշտությունը, նշելով, որ գործող սահմանադրության լեգիտիմությունը կասկածի տակ է դրվում նախկին հանրաքվեների արդյունքների շուրջ հարցերի պատճառով։ Իսկ 2021-ի ծրագրում սահմանադրական թեման հիմնականում ներկայացվում էր դատաիրավական բարեփոխումների համատեքստում, այդ թվում Գերագույն դատարան ստեղծելու առաջարկով։ 2021-ի ծրագրում անդրադարձ կար Սփյուռքին, խոսում էին հայրենադարձության եւ Սփյուռքի ներուժի օգտագործման մասին, ընդգծելով ի գործ եւ քայլ դեպի տուն ծրագրերը։ Ընդգծում էին նաեւ արևմտահայերենին հատուկ կարգավիճակ տալու եւ երիտասարդ ընտանիքների հայրենադարձությունը խթանելու գաղափարը, որոնք ի դեպ այդպես էլ չիրականացվեց։ Իսկ 2026-ի ծրագրում արդեն առաջարկում են նոր ձևաչափեր՝ պետականակենտրոն կազմակերպությունների համաժողով եւ համահայկական մասնագիտական ու երիտասարդական ցանցերի ստեղծում։ Եվ վերջապես եկեղեցու հարցը, որի հետ հարաբերությունները վերջին շրջանում խիստ լարված են։ 2021-ի ծրագրում եկեղեցուն վերաբերող որևէ դրույթ չկար։ Իսկ 2026-ին առանձին կետով նշվում է, թե եկեղեցին օտարվել է հավատավոր հանրությունից եւ դարձել արտաքին ուժերի հնարավոր ազդեցության թիրախ։ Ծրագրով առաջարկվում է եկեղեցու փաստացի պետի հեռացում, նոր կանոնադրության ընդունում եւ նոր կաթողիկոսի ընտրություն։